Շարունակում է կենտրոնի առավոտը սելի հեռուստադիտողներ նոյեմբերի 20-ից 23 Հայաստանի հավաքականը պատրաստվում է մասնակցել Սոչիում կայանալիք աշխարհի առաջնությանը, որին մասնակցելու են 50-ից ավելի երկրներ։ Այս եւ արդեն կայացած մասշտաբային, որոնցից գլխավորներն են Գեորգի Կոտի աշխարհի առաջնությունը 2023 Սոչիում, միջազգային առաջնությունը 2024 թվականի Ռուսաստանի Նոյաբրսկ քաղաքում եւ Եվրոպայի առաջնությունը 25 թվականի մարտին Հունաստանի Աթենք քաղաքում։ Մրցույթների մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ։ Մրցույթները ինձ թվում է ամբողջությամբ մենք հաղթել եկել ենք բոլորը, որովհետև մեր տաղավարում չգիտեմ երևում է թե չէ թե քանի գավաթ եւ մեդալներ կան։ Ոչ մի գավաթ չեն թողել աշխարհում։ Անկախ ֆուտբոլի աշխարհի գավաթն են բերել։ Ներկայացնեմ մեր հյուրերին Վարսահարդարման արվեստի միջազգային միության անդամ ժյուրի եւ մարզիչ միջազգային կարգի էսթետ Վարսահարդարման արվեստի Հայաստանի հավաքականի մարզիչ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Աննա Հովսեփյան, ով էր դուք եւ միջազգային կարգի վարպետներ, չեմպիոններ Հայաստանի հավաքականի թիմի անդամներ Սեյրան Գրիգորյան, Տաթևիկ Հարությունյան եւ Հասմիկ Թամազյան։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ եք։ Լավ։ Էս ինչ եք արել։ Ձեր արած ձեր դուք։ Հալամեցինք։ Այսքան գավաթները ու մեդալները երբ եք հասցրել ստանալ։ Մոտավորապես 2 տարվա ընթացքում, անկեղծ ասած, 2 մրցույթներից եկած մրցանակներ են։ Մի փոքր պատմեմ անցած տարվա մեր առաջնությունից, այնտեղ մենք ինչքան հնարավոր է կարողացանք առաջի տեղերը գրավել եւ իհարկե չեմպիոնատի ամենագլավնի կուբկը մենք վերցրեցինք Հայաստանի հավաքականը, այսպես ներկայացնեմ։ Իհարկե շատ միայն վարսահարդարման ոլորտում է։ Այո։ Պրոցեսը ո՞նց է տեղի ունենում։ Մարտհանստում սկսում եք ինչ-որ իմպրովիզներ անել, հետո ինչ-որ Եվ մոդելների վրա է լինում եւ մանիկեների վրա։ իմպրովիզ չի, կոնկրետ թեման ունենք։ արդեն մշակված։ Այո։ Այսպես պատմեմ մի փոքր, ինքը իրականում նոմինացիաներ կա, տարբեր նոմինացիաներ, կա նոմինացիաներ, որ մենք աշխատում ենք մանիկենների վրա, հատուկ բնական մազերով մանիկեններ կան, որի վրա մենք սանրվածքներ ենք անում ու մեզ տրվում է ժամանակ օրինակ 35 րոպե մաքսիմալը։ Այդ 35 րոպեվա ընթացքում մենք պետք է վերջացնենք աշխատանքը, իհարկե գնահատվում է իր ֆորման, մաքրությունը եւ ընդհանուր տպավորությունով հավանում են ժյուրի անդամները, թե ոչ։ Կան նոմինացիաներ, որը նաև մարդկանց վրա ենք աշխատում, սանրվածքներ, թե կտրվածքներ, չգիտեմ։ Կտրվածքներ, այո։ Անվայման պիտի լինի կրեատիվ այդ կտրվածքը։ Տարբեր են։ Ուղղակի աշխատանքը լինի որակյալ։ Աշխատանքը լինի որակյալ։ Ընդհանուր օբրազներ էլ կա, մենակ սանրվածքը չի, ընդհանուր կերպարներ պետք է ստանանք։ Այսինքն ամեն ինչ դուք պիտի անեք դիմահարդարում եւ այլն։ Էլի դուք եք անում ասպարեզում, ամեն ինչ ներառված է մեջը։ Նկատի ունեմ մի մարդ է անում, թե թիմն է անում։ Թիմային ամեն ինչը կատարվում։ Օրինակ Վարսահարդարը կարող է մասնակցել մի քանի նոմինացիաներում, օրինակ կա մոդնի նոմինացիա, կա ֆանտազիի նոմինացիա, նաև կա նոմինացիաներ վիզաժիստների համար, ներկաբանության գծով, կտրվածքի գծով, տարբեր են նոմինացիաները ու այնտեղ արդեն մենք նախապես որոշած ու ընտրած մեր նոմինացիան, թե ինչ նոմինացիա մենք մասնակցելու, պատրաստվում ենք ու գնում ենք։ Պատրաստվելու ընթացքը երկար է իրականում տևում, մարդիկ կան, մասնագետներ կան, որ 6 ամիս կարող են նույն սանրվածքը անել, որ արագություն ձեռք բերեն։ Մեկ ինչ է լինելու։ Օրինակ խառը անելու։ Իմանում եք, որ չգիտեմ։ Դու գիտես այդ խառը պատմությունը։ Որ մի անգամ զանգեցին Վարսավիրանոց, ասացին քեֆի ֆենը ինչ արժի։ Վերջում պարզվեց դա խառը ֆենն է։ Դու քեֆին խառն, չէ՞, նո։ Խառը ֆեն։ Նենց որ խառը ֆեն դու հին ես, հիմա քեֆի ֆեն։ Ոնց թե ես իմ դեմքից չէ, ես հին եմ։ Իրականում երբ, այսինքն սրանք ձեր բոլորի մրցանակներն են, ամեն մեկի։ Սրանք ինչ են, գրան պրիներ են, առաջի տեղ է, ինչ է։ Դե սա երրորդ տեղը, երկրորդ տեղը սա առաջին տեղը։ Այո, այսպես ասեմ, ուրեմն այն ամենագոյով մրցանակը ինքը անցած տարի միջազգային մրցույթի ժամանակ ինքը մի հատ է լինում չեմպիոնատի,
ով մասնակիցներից որ մեկը որ մաքսիմալ բալերն է հավաքում, այդ մրցանակը Grand Prix-ն է, ամբողջ չեմպիոնատի Grand Prix-ն է։ Հենց այդ մասնակիցին են տալիս։ Նաև գումարային կա Մեծ է գումարը թե չէ ասեք։ Նայած որ չեմպիոնատի ժամանակ ինչքան գումար լինի։ Շատ հարստանակ։ Կարա լինի, բայց հələ չի եղել։ Այսքան հարթ է։ Այս տարի կլինի ինձ թվում է։ Այս տարի կլինի։ Օրինակ մի վարսավիրանոց կարող եք բացել այդ գումարը։ Չեմ կարծում, Հայաստանում չեմ կարծում։ Իրենց չի Հայաստանում չեմ կարծում, որովհետև եթե ելակի գինը 3500 դրամ, պետք է ասես վարսավիրանոց բացել։ Ելակի գինը։ Այո։ Ասենք ոսկի չի։ Շլորի գինը 61000-ի, ասում եմ ելակի գինը։ Այդքան գին ես դու։ Չէ, Հայաստանում ներդրում կարելի է անել, էլի այդ գումարի։ Իրականում երբ գնում եք քանի երկիր է մասնակցում։ Այս տարի օրինակ արդեն գիտեմ, որ 50 երկիր մասնակցելու է։ Կա ուժեղ երկրներ, որոնք օրինակ դուք իրենց ովքեր կան։ Մենք Անցած տարի ամենաշատը վախենում էին մեր թիմից, որովհետև քանակով մենք քիչ էինք։ Իսկ վախենում են ինչի համար, որովհետև լավ վարսահարդար։ Ինչքան մեծ բարձր տեղեր կար, մենք էինք վերցնում։ Ինձ է տակից Իսկ սկզբանե տենց եղավ, առաջին անգամ մասնակցեցինք, ու այդ առաջին անգամից հենց սկսած Հայաստանը անմիջապես լավագույն տեղերը գրավեց, ու այսինքն եւ վարսահարդարման մեջ եւ դիմահարդարման մեջ ասեն։ Եվ ներկայացության եւ այո, Ինձ է տակից է սպասարկման ոլորտում դուք աշխատում եք, թե սա սպորտային աշխատում եք եւ մասնակցում եք եւ պատրաստվում եք։ Շատ սպասարկվել է, հա։ Կարգավիճակին համապատասխան բավականին նորմալ գումարներ է, 30,000 Այ երբ ասում են կտրվածքի համար կարող է ստանալ օրինակ առաջին տեղ, հա, ենթադրենք ոսկե մեդալ։ Դա, հա, դուք եք։ Ենթադրենք հիմա ոնց հասկացա, տենց ուժեղ ենք Հայաստանով այդ առումով։ Հիմա մեր վարսավիրների մեծ մասը վատ չեն, ոնց հասկանում եմ, լավ էլ մենք այդ ծառայությունը ունենք, բայց ոնց են որակավորելու լավ ու վատ կտրվածքը, որովհետև այնտեղ էլի գալիս են ուժեղներ, ոնց հասկանում եմ, ովքեր վստահ են իրենց ուժերի վրա, բնականաբար սկսվում է այնտեղ մրցակցություն։ Հիմա ձեր եւ ենթադրենք X1-ի աշխատանքը, որը քննվել է, ոնց են հասկացել, որ դուք ամենալավն եք։ Դե հատուկ կրիտերիաներով չափորոշիչներով։ Ինչ է դա, ինչ որ միլիմետրային հավասարություն է։ Հավասարությունները, ֆորման պետք է ճիշտ լինի, գունային գաման։ Պիտի ամեն ինչ անեք, այո, ճիշտ եմ ասում, այո, կտրվածքի ընթացքում արվում է նախորդ ներկը ու հետո կտրվածքը եւ ֆենը։ Պետք է ֆորման համապատասխանի։ Հիմա իմ ազերը ճիշտ է թե սխալ։ Չեմ կարող ասել, բայց շատ գեղեցիկ է։ Իդեալական։ Բայց ես ծերություններ գտնում եմ։ Դուք ասպա չեք սիրում ուժի աշխատանքը քննադատել։ Այո, չենք սիրում, այդ ճիշտ չի դառնում, մի քո գոլեգային դարած թերագնահատած։ Հա, բայց գոլեգաներ կան, որ գնում ես ու ինքը դառնում է մի քիչ քեզ թշնամի։ Դա արդեն մարդու պսիխոլոգիայից է գալիս ինձ թվում է, բայց ընդհանուր ճիշտ չի դառնում։ Ձեզ համար կան անուններ համաշխարհային, որոնք օրինակ որպես ուսուցիչ կուզեիք իրենց մոտ լինել կամ այդ դպրոցում սովորել, կան տենց անուններ։ Ու կա հասարակ նման դեպք։ Ով է։ Կար երազանք, որը իրականացավ։ Այդ են տենց մուրուքոհանա։ Հա, հայ է ինքը։ ինքը հայ է, մաման հայ է։ Հա, բայց ինքը այստեղ չի ապրում, ես գիտեմ, չէ՞։ Չէ, ինքը ինչ եմ ասում հայ է, որովհետև Ինքն էլ ասում որ ես հայ եմ։ հայկական դպրոցա գնացել հայերեն խոսում է։ Միջազգային ակադեմիա ունի Սոչի քաղաքում եւ մենք բոլորս սովորել ենք հենց ակադեմիայում։ Իսկ սկզբանե մոտ եք սովորել թե վերապատրաստվել եք իր մոտ։ Սկզբից վերապատրաստում։ Չէ, հետո գնացել ենք վերապատրաստումների շատ երկար ժամանակ, ավարտել ենք ակադեմիան, ատեստավորված դասավանդողներ ենք։ Այսպես։ Իսկ ինձ հետաքրքիր է լավ, ասենք, երբ որ մարդը դառնում է վարսավիր, բնականաբար ինքը ընդունվում է եւ սկսում է գումար վաստակել, դա աշխատանք է։ Գումար վաստակել։
ոնց որոշվեց, որ դա պետք է ավելի պրոֆեսիոնալ մակարդակի լինի եւ արդեն պետք է, չգիտեմ, մրցույթների մասնակցի, որովհետեւ բնականաբար այս ամեն ինչը նաեւ գործին մի քիչ խանգարում է, այդ վերապատրաստվելը, հաճախորդներ չընդունելը, հետո, չգիտեմ, ամիսներ շարունակ մրցույթների մասնակցելը, ոնց որոշվեց, ինչ էր մոտիվացիան։ Սովորելը ֆինանսական առումով։ Դե ամեն ինչն էլ ֆինանսական առումով թանկ է նստում, անկեղծ ասած։ Իրականում մենք վերապատրաստումների ժամանակ, երբ որ մենք սովորում էինք, ընթացքում արդեն աչքի ընկանք մեր պրոֆեսիոնալիզմով, մեր աշխատանքով ու առաջարկներ շատ եղան, հրավիրեցին մրցույթների, այո, առաջարկների միջոցով։ Մենք այսպես ստացվեց, որ կազմեցինք թիմ ու որոշեցինք մասնակցել։ Իհարկե, մեր մասնակցությունը այդ տեսակ միջոցառումների համ մեզանից շատ ժամանակ է խլում, համ ընթացքում աշխատանքը տուժում է, հաճախորդներին չես կարողանում սպասարկել, եւ իհարկե գումարային տեսանկյունից բավականին ծախսատար է։ Բայց դա մեզ տալիս է նաև ստատուս, միջազգային ստատուս, որովհետև երբ որ դու մասնակցում ես այդ տեսակ մասշտաբային միջոցառմանը, արդեն թե ճանաչում ես ձեռք բերում այդ ոլորտում, պրոֆեսիոնալ ես դառնում, աշխատանքի ժամանակ ավելի արագություն ես ձեռք բերում, նկատում ես, նկատելի արդեն փոփոխություններ ա լինում մասնագետի հետ, դաժե այն ժամանակ, երբ որ դու ուղղակի հաճախորդին սպասարկում ես, հասկանում ես, դու ավելի արագ ես աշխատում։ Մի սանրվածքը մենք կարողանում ենք անել 15-ից 18 րոպեում ու չխախտելով ֆորման, չխախտելով ոչ մի կրիտերիա ու մարդու ներվային համակարգը։ Ու մարդու ներվային համակարգը, որը կարող է 2 ժամ նստել, բայց չստանալ այն արդյունքը, որը կլինի 18-20 րոպեում։ Ու բոլոր այն տղամարդկանց ներվային համակարգում կանեք ձեզ մոտ այդ բանը սպասելու դեպքում։ Բայց ինչ են սպասում, ով է իրենց ասում կան նստել են։ Որովհետև տղամարդը միշտ սպասում է կնոջը, այդպես է ստացվել։ Դες քիչ էլ այն թվում։ Ինձ հետաքրքիր է գիտեք ոնց միտքս ձևակերպեմ, կա ճանապարհ, օրինակ, պրոֆեսիոնալ վարսահարդարի համար, որ դա երազանքի կամ նպատակ է, օրինակը բերեմ, այս բանը այդ օրինակը մտքովս անցավ, որ չգիտեմ, օրինակ այդ Victoria's Secret-ի, օրինակ, չգիտեմ, այդ գեղեցիկ այդ շոուն որ կա, չգիտեմ, ինչ-որ մի օր հայտնվեք այդտեղ եւ ասենք, չգիտեմ, իրենց մազերը դուք սարքեք, չգիտեմ, կա ինչ-որ նմանատիպ ու կա ճանապարհ դրան հասնելու, թե չէ։ Այո, իհարկե կա։ Իրականում այդ ճանապարհի մասին ինձ թվում է բոլոր մասնագետները երազում են, որ դառնան ինչ-որ համաշխարհային ինչ-որ աստղի վարսահարդար ու այդ տեսակ ինչ-որ միջոցառումների մասնակցեն, ինձ թվում է բոլորն են դա երազում։ Իսկ դուք որպես աշխարհի չեմպիոններ, չգիտեմ, այս ամեն ինչը որ ունեք, առաջարկներ չկա, որ քանի որ դուք ամենալավն եք այս տարի, անցած տարի, նախանցած տարի, եկեք, չգիտեմ, այս ինչ է, կազմակերպության հետ համագործակցենք։ Իրականում առաջարկ եղել է կոնկրետ մեզ, բայց մենք քանի որ բրենդների հետ ենք աշխատում դեռ ու ուրիշ բրենդի հետ հələ որ չենք կարողանում համագործակցել, դա այդ առաջարկը եղել է մեկ այլ բրենդից, դեռ չենք ընդունել, կամ պատճառներ, որ հələ որ չէ։ Դե հա, պայմանագիր ունեք։ Հա, պայմանագիր կա, որը, այո, քանի դեռ այդ բրենդում աշխատում ենք, դեռ չենք կարող, բայց մենք պատրաստվում ենք բրենդից դուրս, իհարկե անկախ բրենդից, կազմակերպել նաև Հայաստանում, երևի թե միջազգային, ոչ թե Հայաստանի չեմպիոնատ, այլ միջազգային, որտեղ կարող են մասնակցել նաև տարբեր երկրներից։ Փորձում ենք դա եկող տարի մեր թիմով կազմակերպել եւ իհարկե մեզ խոստացել է օգնի նաև Գեորգի Կոտը այդ հարցում։ Տեսնենք, իրականում մեզ պետք կլինեն գործընկերներ, որոնք կաջակցեն մեզ։ Հիմա մի քիչ փակագծերը չեմ ուզում բացել, բայց երբ որ արդեն ամեն ինչ կլինի ընթացքի մեջ, հուսով եմ էլի ձեր տաղավար հյուր կգանք,
եւ կպատմենք քիչ դրա դրա մասին։ մասին։ Կգանք ձեզ մոտ, տեսնենք, եթե սանրվածքը դուրներս գայի, իհարկե հյուր կգայի։ Համեցեք, մեծ Քանի տարի է որ ես ոլորտում եք։ կոնկրետ ես 25 արդեն։ Բավականին Չէ, լուրջ է։ 23 տարի։ Իսկ դուք ունեք ձեր սրահները արդեն, թե դուք բոլորդ ունեք ձեր սրահները։ Ամեն մեկը ձեր։ Այո։ առանց Ձեր անուններով է ձեր սրահները։ իմը հա։ Չէ, բայց դա արդեն ցուցիչ է, էլի, եթե Առաջխաղացում է, իհարկե։ ունի իր պատկերացրած։ Սովորաբար մենք անընդհատ ունենք այդ բանը մեզ մոտ, որ ասում են դե մենք այդ եվրոպական ստանդարտներին սպասարկման առումով հա չենք հասել, չնայած կան իհարկե այդպես սալոններ, որոնք ունեն լրիվ ուրիշ անուն, բայց ներսում երբ հայտնվում ես, ենթադրենք դու հասկանում ես, որ սպասարկման ոլորտը դեռ իրեն չի արդարացնում։ Ինչ ասել է այդ բառը ես չեմ սիրում, երբ անդադ ասում են Եվրոպա, որովհետև հայից ավելի հյուրընկալ ես չեմ պատկերացնում, բայց մենք այդ առումով մի տեսակ ունենք խնդիրներ։ Ինչպես սպասարկել, ես հետո կասեմ ինչի եմ հարցնում։ Առհասարակ մենք բացի սովորելուց պրոֆեսիոնալ սովորում ենք ինչ է նշանակում բարդ հաճախորդի հետ կամ առասարակ հաճախորդի հետ վարվել։ Այդ օրինակ հենց այդ դպրոցում որտեղ գնում եք Գեորգի Կոտի։ Այնտեղ մենք իհարկե մենք ովքեր որ սովորում են դա էլ են անցնում սովորում, ինչպես սպասարկման ոլորտն են սովորում, թե ինչպես ընդունել հաճախորդին, սպասարկել էսթետիկ առումով, բայց մեր ոլորտը իրականում ցավոք սրտի դեռ Հայաստանում այդքան չի զարգացել, շատ քիչ մասնագետներ կան, որ կարողանում են այդպես էսթետիկ աշխատել ու հաճախորդներին սպասարկել։ Իմ ծրագրերում կա, ես նաև դասավանդում եմ ակադեմիայում, իմ ծրագրերում կա, որ ես անհատական կուրս, ոնց ասեմ, դասընթաց կազմակերպեմ էսթետիկ պահվածքի եւ էսթետիկայի սպասարկելու առումով ոլորտում։ Ինչ ասել է էսթետիկ սպասարկում։ Դե իրականում հաճախորդների հետ կոնսուլտացիա առաջինը, ճիշտ կոնսուլտացիա, շատ ժամանակ մենք հաճախորդի հետ շփվելուց մենք մեր գլխի մեջ, ասենց ասեմ, մտքում ենք անում կոնսուլտացիա, բայց հաճախորդի հետ շփումը չի լինում։ Մաքսիմում 2 հարց ու բայց իրականում պետք է գոնե մի 10 րոպե ընդհանուր հաճախորդի հետ շփվես, հասկանաս պահանջները, ցանկությունները, թե ինչի համար է ընտրել քեզ որպես մասնագետ եւ ինչ ցանկություններ ունի, վերջնական արդյունքը հասկանալ եւ իհարկե սպասարկել լիարժեք։ Այս դեպքում տուժում են հենց սկզբից, որ կոնսուլտացիան մինչև վերջ չեն անում ու չեն իմանում մաքսիմալ պահանջները հաճախորդի, որը որ սպասում է ձեզանից։ Դա ամենակարևոր ֆակտորն է։ Հենց սկզբից է, էլի մեր թերությունը։ Ու դա իհարկե մենք էլ ենք տենց արել։ Ես հիմա չեմ ասում, ես չեմ անում, բայց երբ որ լինում է դեպքեր, որ հասկանում եմ, որ սպասի, սխալվեցի ստեղ։ Մի քիչ էլ հոգեբանություն է պետք, մի քիչ էլ ես, մի քիչ էլ են։ Ես ինչի եմ հարցնում, որովհետև դուք 20-25 ստացվում 2005 թվականի մոտիկներ, որ Գեորգի Կոտի մասին խոսեցինք, ոնց հասկացա դրա լավագույն դպրոցների հիմնադրողները հայերն են եղել, Դոլորոսի ակադեմիայի մասին եմ խոսում, որտեղ ես էլ եմ սովորել։ Ու հետաքրքիր էր, որ այն ժամանակ ես ուզում էի բացել, հիմա ասեմ, ես ուզում էի բացել իմ սրահը։ Այդպես ասում եմ, երիտասարդ ժամանակվա իմ հովերն էին, որ ես մտածում եմ, որ ես կարող եմ ունենալ սրահ, որը կլինի համահարսանյաց, շորերի, այսպես ասած, սրա համել իր հետ զուգահեռ կլինի այդ հարսի համար սպասարկող ամեն ինչը։ Եվ շատ պատահաբար իմացա այդ մասին, որովհետև ես Մոսկվայում էի ուղղակի, ու 2 շաբաթը 1000 եվրո էր այն ժամանակ։ Շատ թանկ արժեր։ Բայց այո, ուրեմն ամեն ինչ սկսվում էր իմիջիայլոց նրանք, ովքեր անգամ գնում էին միայն դիմահարդարում կամ վարսահարդարում սովորելու, միևնույն է իրենք պետք է սկսեին, թե ինչ է նշանակում սպասարկում եւ սպասարկման ոլորտ։ Թե ինչ ինֆորմացիա էր այդտեղ տրվում հիմնադրելուց սկսած, եթե դու որոշել ես հիմնադրել քո սրահը,
Եվ հետաքրքիր է, քանի տարի է, հա, անցել։ Այն ինչ որ իրենք այն ժամանակ ներկայացնում էին, այնտեղից վերև ներ գալիս դասախոսություններ կարդում, շատ լուրջ դեմքեր, որոնց ես շատերին դե չէի ճանաչում, բայց այնտեղ պատրաստում էին ավելի շատ ոչ թե միայն մի մասնագետ, մարդ, ով կարող է ուղղակի ղեկավարել այդ ինդուստրիան։ Այսինքն ամենաառաջին շեշտը դրվում էր հարաբերվելու, մարդկանց ընդունելու, հիմնադրելու, աշխատակիցների հետ աշխատելու, եթե դու որոշել ես ունենալ աշխատակիցներ, ինչպես պիտի նաև լինի իրենց հետ կոնտակտը։ Հետաքրքիր է, որ դա այն ժամանակվանից փորձում են, այսպես ասած, դպրոցներում, լուրջ դպրոցներում, որովհետև ես այնտեղ հասկանում եմ, որ ոչ բոլորն էին կարողանում գալ սովորել, թանկ արժեր էր, շատ, այսինքն անտրամաբանական թանկ էր։ Չնայած որ կային շատ սովորողներ, կային այնտեղ իմիջիայլոց իրենք կարող էին դիպլոմ չտալ, եթե դու չես հաճախել, կարող էին տալ կարմիր դիպլոմ կամ կապույտ դիպլոմ, այսինքն նայած դու ոնց ես հաճախել, եւ հետաքրքիր էր եւ հետաքրքիր որ հոգեբանական դասընթացներ էր նաեւ անցկացվում, ենթադրենք եթե կինը եկել է ձեզ մոտ անտրամադիր, ինքը որոշել է փոխել իր սանրվածքը, բայց դա պահի ազդեցություն է, ինքը լիարժեք պատրաստ չի դրան, այ դուք ոնց եք ասում եք, դե մարդը իմ գործն է, դե հիմա եկել է ուզում կտրի, դե կտրում եմ էլի, հիմա ես խնդիրները կանանց մի բան էլ պիտի մտածել, այդ տղամարդիկ են հասնում կանանց դրան, որ հետո մարդիկ գրում են, ուզում են, չգիտեմ, եթե ժամանակահատվածում քեզ հաջողում ավելի մանրակրկիտ բացատրես հաճախորդին, որ դա հենց այս պահի ազդեցության տակ է, որ գնա ամուսնութ բարի հատվի, դե բայց հետաքրքիր է, երբ մենք հա, այդ անշուշտ հաճախակի է լինում, բայց երբ իրենք ուսուցանում են նաև այսինքն բնավորություն, ինչպես դու զգաս, դեմքի կառուցվածք, դե այնտեղ շատ էր ու հետաքրքիր որ այնտեղ նաև ասում էին, որ դու պիտի կարողանաս նաև դիմահարդարել, եթե անգամ դու դիմահարդար չես։ Այսինքն դու օրինակ հարսի մասին ես խոսում, դու պիտի այդ հարսին կարողանաս մի բան էլ խնդիր լինի, այդ պատկերը պիտի ստանաս ամբողջությամբ, որովհետև եթե հարսը քո մոտից դուրս է գալիս դժբախտ, վերջ, քո կարիերան ավարտված է։ Իմ մոտ հենց այդ նույն իրավիճակը միշտ լինում է, հենց Արսենյան սրահում, որ հարսիկը գալիս է սանրվածքի պահով առաջարկություն են անում ընտրելու գլխազարդը, զգում ես, որ կողքից իրանց պլյուս ռեակցիա է լինում, որ ոնց հասկացաք, որ կարար օբրազը սենս լինի, դե այդ պահին, որ չգիտեն, որ Վարշավիր եմ աշխատում, քանի որ ես Արցախից եմ, պատերազմից հետո եմ տեղափոխվել Երևան, շատերը չեն ճանաչում, այո, իսկ մեր մոտ ավելի ճանաչված է այդ առումով։ Իմ կողքից արդեն իմ ճիշտ խորհուրդը իրանց մոտ էլ ակարծիք փոխում իրանց օբրազի համար ու դեպքեր լինում որ հարսիկները իրանց գրանցումը ատմենայնանում ու գալիս են իմ մոտ։ Շատ հետաքրքիր է, չէ՞։ Հարսիկը անտրամադիր ոնց որ Ռամշիկն ասաց, հարսիկը շատ դժբախտ դուրս է գալիս վարսահարդարման սրահից եւ փեսեն տուժում է ինչպես միշտ։ Բայց ինձ հետաքրքիր է, դուք խոսեցիք բանի մասին, այսինքն որ մենք հələ այդ մակարդակի չենք հասել սպասարկման եւ այլն, բայց ես մի բան պետք է փաստեմ։ Մենք երբ որ Հայաստանից գնում ենք ինչ որ գործերով, դա շատ լուրջ ստրես է։ Երբ որ դու պետք է գնաս Վարշավիրի մոտ, երբ որ դու պետք է գնաս, չգիտեմ, մորուս հետ կապված ինչ-որ հարցեր լուծելու, որովհետև լրիվ զրո են։ Միացյալ Նահանգներում նույն խնդիրն է, Եվրոպայում նույն խնդիրն է, Ռուսաստանում մի քիչ որ փորփրես կարող է գտնես, որ տենց չգիտեմ, գիծը ճիշտ տան, իրականում շատ լուրջ խնդիր է, Հայաստանում այդ առումով շատ զարգացած։ Մեզ մեր մասնագետները շատ լավն են, շատ պրոֆեսիոնալ են ու կարող են դրանցը որ արդյունքը հենց մեր մեդալներն է, որ մեր մոտ դա ավելի զարգացած է։ Իրականում մենք շատ բոլոր երկրներում, եթե վարսահարդարը հենց հայ է, ինքը շատ ճանաչում է ունենում, որակապես թե առհասարակ, ես մասնագետների մասով չեմ ասում, ես ասում եմ մեր իրականում թերի է մեր մոտ սպասարկման այդ հատվածը։ Այդ ոնց է մնացած սպասարկման ոլորտները լավ վիճակում է, այդ մեկը։ Չէ, անկեղծ ասած մնացածի հետ գործ չունեմ։ Ես դա չեմ կարող ասել, բայց սպասարկումները դուրսը առհասարակ մարդու սպասարկելու շնորհք չունեն դուրսը։ Հա, ես դե եթե մենք համեմատում ենք հիմա ռեստորան, սրճարան, ձևաչափում է ուրիշ, բայց ասեց որ Դալորեսի դպրոցում այդ ամեն ինչը ուսումնասիրում են, նույնն էլ հիմա Գյորգի Կոտի միջազգային ակադեմիան է։ Ինքը տարվա կտրվածքով ասենք, եթե ունենում է 5000 աշակերտ, 5000-ից ընտրում է 20 հոգուն, ով պետքա անցնի այդ ակադեմիայի դիպլոմ պրոյեկտը, ու այդ ժամանակահատվածում այդ ամբողջ ինֆորմացիան ինքը տրամադրում է։ Այո, իմիջիայլոց Մոսկվայում այդ վերջին այդ ակադեմիական դիպլոմը ոչ բոլորին էր տրվում, այսինքն դու կապ չունի որ վճարել ես։
Եթե դու չես հանձնել քննությունը բոլոր առումներով այդ դասընթացների, իրենք կարող են չտրամադրել եւ դու գիտես այդ մասին, այնպես չի որ դու վճարում ես եւ քեզ միևնույնն է տալու են դիպլոմ, որ դու այդ ակադեմիան տիրապետում ես, այսպես ասած, որովհետեւ ինֆորմացիան շատ լայնամասշտաբ է։ Անկախ ամեն ինչից, եթե մենք շփվում ենք հաճախորդի հետ, sense թենից այդ հաճախորդը այցելելով քո մոտ 1-2 անգամից հետո արդեն ինքը հասկանում է դու իրոք արժանի ես եղել տվյալ դիպլոմին, որ քեզ տվել են այդ տիտղոսը, թե ոչ, որովհետև ցանկացած առումով էլ է այդպես դպրոցում էլ աշակերտը սովորելուց մեկը խելոք է լինում, մեկը վատ, ամեն մեկը հետագայում ընտրում է իր ուղին ու դրանով արդեն հասկանալի է դառնում մարդու անցած ճանապարհը ոնց է լինել։ Ինչ անի այն հաճախորդը, ով եկել է վարսահարդարման սրահ եւ ընդհանրապես լրիվ ուրիշ բան են արել եւ ինքը դժբախտ չէ, ինքը հոգեկան ունեք ծանոթ հոգեբանների համարներ, որ այդ բանին շատ արագ հարցնուցենք, որովհետեւ իմ մոտ նման այ մենք էլ ենք արդեն հոգեբան դառել։ Իրականում կա նման բան, ինձ համար շատ կարեւոր է, որ ես գնում եմ եթե այն վարսավիրը ում մոտ որ ես արդեն 17-18 տարի եմ մազերի կտրվածք եմ անում, ինքը դա իրանց ոչ մի բարդ չի ներկայացնում, բայց եթե մի քիչ ուրիշ ձև է լինում, դա հեչ լավ չի լինում։ Գնում ես մյուսի մոտ ու ինքը չի լսում, ինքը սպասում է դու երբ պետքա քո խոսքը ավարտես, որ ինքը անի այն ինչ որ ինքը պետքա անի, որովհետև ինքը որոշել է, որ ինքը պետքա տենց անի, ինքը արդեն չէ, դե անի այն ինչ կարում անի, ոչ թե ինչ որոշել է։ Ոնց որոշել, ոնց ընտրել մասնագետին։ Շատ բարդ է։ Իրականում հասկանում եմ դուք ինչի մասն եք խոսում, իմ հետ էլ անման։ Սովորաբար ասում են, երբ վարսահարդարին ասում ես ենթադրենք 2 սանտիմ կարճացրու, ինքը միշտ 4 է անում, այդ ճիշտ է։ Տենց կարծրատիպ կա, բայց պետք է ասես մեկ, որ գոնե ինք իր շատով ինք իր գակոնի։ Եթե զուտ վնասվածի պահով ալինի, որ հաճախորդը գալիս է քո մոտ ուզում է, ավելի լավ է այդ պահին դու իրան զգուշացնես, որ այդ 4-ը կտրելով ավելի առողջ կարա լինի քո մազերը, քան թե 2-ը կտրելով, որ ամբողջ վնասվածը դուրս գա։ Գալիս ենք նրան։ Այդ դեպքում հա, կոնսուլտացիա որ չեն անում, իրանք իրանց հավեսին են անում։ Այսօր ոնց որ հումորի պատասխանատուն ունեմ, իսկ ելնում է որ ասենք ջղայնացած ես ու ասենք որ դու լավ կտրում ես, ներվերդ հանգստանում է։ Այդ կապ չունի հաճախորդը։ Դրանից ներվեր։ Դեպք եղել է որ իրանք են եղել ջղայնացած, մենք հանգստացրել ենք, բայց ես որ ջղայնացած եմ աշխատում, ավելի լավ է ստացվում կաստ։ Բոլորներն եք ջղայնացած դուք։ Հազվադեպ է լինում, բայց լինում է։ Ուր ջղայնանալու հարցում կա։ Իրականում Եվրոպայի մրցանակները, որ այստեղ դրված են, այդ ջղայնության արդյունքն էին։ Մենք պետքա թիմով մեկնեինք, չստացվեց, 14 հոգի չկարողացավ մեկնել, մենակ գնացի։ Ես պետքա այնտեղ լինեի ոչ թե մասնակից, այլ ժյուրի եւ մարզիչ ներկայանայի, բայց քանի որ մենակ գնացի, ստիպված Հայաստանի անունի տակ պետքա մասնակից լինեի։ Մասնակցեցի։ Հա։ Դե թիմս չկարողացավ գալ, ես էլ ջղայնացած գնացի։ Այնտեղ իհարկե մի քանի գոլեգաներ միացան ինձ տարբեր երկրներից, կարողացա 5 հոգով Հայաստանը ներկայացնել։ Այնտեղ կան կրիտերիաներ 4 հոգի պետք է լինի, որ թիմ դառնա։ Եթե չկա 4 հոգի, ուրեմն մենակ պրոստը անհատ որպես ուզում ես անհատ մասնակցես, ու եթե այդքան արդյունք չկա, էլի։ Բայց բավականին լավ արդյունք 5 հոգով մենք 30-40 հոգանոց թիմերից անցանք, երկրորդ տեղ գրավեցինք երկրով։ Այնտեղ կան նոմինացիաներ, որ երկրներով են շատ բան հավաքելու դեպքում արդեն երկրներ։ Անհատապես էլ են գնահատում, նաև երկրներով։ Ինձ հետաքրքիր է կա վարսահարդարման այդ Օսկարը, որ ամենամրցույթն է եւ հələ որ չեք մասնակցել։ Մասնակցել ենք ունենք գրամ։ Այսինքն դրանից են կոմել մրցույթ չկա աշխարհում։ հա։ Որ մեկն է, այս բոյովը։ Որտեղ էր անցկացվում։ Ռուսաստանի Նոյաբրսկ քաղաքում 28 երկիր էր մասնակցում։ Մենք էլ 5 հոգով։ Մենք էլ 5 հոգով, այո։ Այս տարի էլի մասնակցելու եք, հա։ Հիմա արդեն շատ ենք մասնակիցներով, էլի Սոչիում անցկացվելու, դա էլի աշխարհի մրցումներն է։ Մասնակիցների հայտերը, երկրների հայտերը 50 երկիր արդեն հայտ են ներկայացրել։ Մենք թիմով շատ ենք, այս տարի շատ կլինենք, ինձ թվում է 50 հոգի կհավաքվեն, 50 եւ ավել։ Մեր թիմում կան մատնահարդարներ, դիմահարդարներ, ներկաբանության մասնագետներ, բարբերներ, կտրվածքներ, բարբերներ, այո, բարբերներից մի քիչ
Խեղճանում ենք, բայց լավ աշխատողներ ունենք, բայց ավելի շատ չեն ուզում ժամանակը տրամադրեն։ Ամեն բարբերները շատ բայց այդտեղ ինչով են մրցում, ենթադրենք ոնց է։ Գործով, օբրազներով արդեն թրաշի։ Իսկ ինչ-որ կրեատիվ բաներ անեն էլի։ Այնտեղ նոմինացիաների ժամանակ արդեն կա կետեր, որին պետք է համապատասխանի քո օբրազը ընտրված։ Ու որի մասին իրանք ժամանակին արդեն տեղեկանալու են ոնց է լինելու այդ ամեն ինչը։ Ուղղակի ինձ թվում ավելի շատ աշխատանքից կտրվելով ու դե գալով այդ ժամանակահատվածում ցանկացած վարսավիրել ունենում է հաճախորդի կորուստ։ Մեկին ընտանիքի հետ հարմար չի լինում, չի կարողանում ընտանիքը թողի գնա, տարբեր բաներ լինում այդ ժամանակահատվածում։ Իսկ ֆինանսական հարցերում վրա է մասնակցի։ Իրականում այո, անհատի վրա է հենց, բայց անցած տարի մենք ունեինք Հովանավոր, որը ամբողջ ծախսերը վերցրեց իր վրա, անկեղծ ասած հիմա չեմ պատմի այդ ամեն ինչից, բայց այս տարի եւս կարող են մեզ հայտնվել գործընկերներ, այո, միանալ մեզ, որ ֆինանսավոր են, ֆինանսական տեսանկյունից կան մասնագետներ, որոնք շատ պրոֆեսիոնալ են, շատ տաղանդավոր են, բայց ֆինանսապես չեն կարողանում մասնակցեն։ Այդ է խնդիրը մեծամասամբ, եթե լինեն մեզ աջակիցներ, իրականում ավելի շատ մեծ թիմով կգնանք ու ավելի լավ արդյունքներով կգանք։ Դե մեր վիճակը վատ չի նայելով այս գավաթներին ու նայաբերցում մենք 5 հոգով էինք, բայց նրա հաշիվով մենք շաբաթվա այդ 7 օրվա մեջ անընդհատ գիշեր-ցերեկ պարապվում էինք։ Սաղ գիտեին, որ Հայաստանը պարապվում է ու գիշեր-ցերեկ։ Ժամանակ էլ չկար դաժե, որ այդ պահին մի հատ կոֆե խմեինք։ Գիշերները գալիս էին վախենում էին, խոսցնում էին, պարապում ենք մեր ֆորմաները, որ պետք է սաներվածքը անընդհատ օրինակ անընդհատ անում եք, անում ես, որ արագ աշխատես, որ ժամանակին անում եք այն կարապ, մարապ տենց, հա։ Կա տեխնիկի, կա մոդնին ավելի սալոննի սաներվածքներ է, իսկ տեխնիկին ավելի տենց կոնկուրսնի գործեր է, որը որ բնականաբար պիտի շատ աշխատենք, շատ աշխատանքը կատարենք, որ ավելի մաքուր, պրոֆեսիոնալ ու արագ ստացվի։ Դրա վրա ենք աշխատում։ Հասկանալի է, դե մենք ձեզ հաջողություն ենք մաղթում, բայց հիմա դա լավ ժամանակներ են, հիմա տեխնիկապես է, լավ միջոցներ կան, որ մազերը չեն վնասում, հիմա նյութերն են շատ պրոֆեսիոնալ ու լավ։ Կարող է լինել շատ իդեալական մասնագետ քո գործի մեջ, բայց ռինգի պոլային, որտեղ դու պետք է մրցես, չկայանաս քո գործը անես, տենց լինում է։ Մասնագետները երկու տեսակ են։ Այս տարվա մրցույթի ժամանակ, երբ որ ես պետք է արդեն մեկնեի, տնից դուրս գալուց որ բալիկիս համբերեցի, որ դուրս գամ, աղջիկս ասեց, պապա, նենց կանես, այս անգամ էլի մեդալը գցեն վիզը, դրոշը բարձրացնես։ Ու այդ խոսակցությունը երեխու իմ գլխի մեջ ես գնում եմ հասնում այնտեղ, ու այդ մեր տրենիրովկաներն, այդ էմոցիաների հետ ամեն ինչ անում ենք ու առաջին նոմինացիայի վաղ հենց մտնում եմ բոյ, որ պետք է արդեն մրցակցությունը սկսել է, տվել են ժամանակահատվածը 45 րոպե էր առաջի գործի համար, տված 30 րոպե է, ես չարչարում եմ, բայց չեմ կարում ու մեր օգնողն դեից գալիս է գոռում ասում ասեիրան, հələ մի հատ քեզ հավաքի, մնացել է ընդամենը 15 րոպե, դու գիտես, այդտեղից արդեն ես ինձ հավաքում եմ, այդ 15 րոպեի մեջ հասցնում եմ գործը ավարտին ու գրավում եմ առաջի տեղ։ Ինչ կնուշեք է, ինչ եք է ժամ հետո եք է։ Ինքն անընդհատ շրջում էր բոլորին նայում էր տենարով ինչա ու հասկացավ, որ ես մի տեսակ լարված եմ ու չեմ կարող։ Չէ, իրականում այդ փաստը անընդհատ իմ գլխի մեջ է, որ ես արդյոք կարամ այդ անգամ էլ գոնե մի հատ մեդալ վերցնեմ, որ կարանամ երեխու ասածը անեմ։ Այդ է եղել ամենածանր։ Հետո ես ձևը կասեմ։ Ընդ մի հատ ուրիշ տարբերակեր կա։ Երեխու չնեղացնելու համար։ Չէ, վատ բաներ ասում ախր ամենաբանը նա է, որ ինքը այդ ամբողջ ուղի եթերի ժամանակ իրանք նայում են։ Հա, դե խնդիր ու չես կարա խաղացու, բախտաբար նենց եղավ, որ համին բալիկների համար մեդալ բերեցի, համ կնոջ համար սարի։ Այսինքն ես ոնց հասկացա, ոչ միայն աշխատանքն է գնահատվում, նաև process-ը ոնց ես դու աշխատում։ Պետք է հասցնես այդ ժամանակի ընթացքում անես քո գործը ճիշտ ու լինիաներ գոյություն ունի, կետեր գոյություն ունի, որ օրինակ մի նոմինացիա կա
դա մոդնի կատեգորիայից դիմնայա պրիչոսկա, որի ժամանակ դու չես կարող օգտագործել ոչ շպիլկաներ, ոչ նիվիդիմկաներ, ոչ ռեզիններ, դու այդ ամբողջ աշխատանքը անում ես լաքով ու ոչ մի բան պետքա չլինի վերջում։ Այսինքն դու պետքա հասցնես այդ ինչը որ այդ ընթացքում օգտագործել ես շպիլկանի վիզիմ կար ռեզին եւ այլն, այդ դրանք պետքա վերջում հասցնես հանես։ Եթե չհանեցիր, այնտեղ բալային համակարգով բալեր է կրճատվում ու դու արդեն գնալով մինուս ես։ Չգիտեմ, երբ որ տեխնիկայի համար բալը, օրինակ չգիտեմ, մկրատը սխալ ես բռնել։ Կա նման բան, թե ում ոնց հարմար է։ Սխալ բռնելու վերջնական տեսքը։ Սխալ բռնելը չի, բայց այնտեղ կերպով բռնողներ կան մկրատ, չէ՞։ Ուզում ասեմ, թե ինչ-որ հստակ կանոններ կան, որ օրինակ նիվիդինկան չես կարա ատամով բացես այդ պահին գցես, ձեռեցը սովորաբար վարսավիները թևիտակ են դնում կամ ոտերով են բռնում։ Էսթետիկ պահվածքներ է շատ գնահատվում, այո։ Իսկ ինչ պետք է անել։ Դե այդ ինչ որ սիրուն չի ու չի համարվում էսթետիկ, դա չեն անում։ Այդպես մեզ տալիս են հայլի։ Գործը ավարտելուց հետո դու պետք է հասցնես սեղանդ ամբողջովին մաքուր մաքրես, որ գնահատելուց այդ ամեն ինչը թափար չլինի։ Հիմա ձեր մազերը կտրում է չեմպիոն մեր աղջիկը։ Իհարկե։ Հա։ Իմ ինքնը Շնորհակալ։ Մեր մազերը հավաքում։ Համեցեք մեզ մոտ։ Չոլկաս ես Չոլկաս ես մնացածը։ Մնացածը Դավիթը։ Շնորհակալություն, որ մեր հյուրն եք, ձեզ էլի հաջողություններ եք մաղթում, եթե պիտի էլի առիթ լինի Հայաստանի դրոշը բարձր պահելու եւ իհարկե մեդալներ ստանալու, տա Աստված, որ դրա հնարավորությունները շատ լինեն բոլորիդ համար։ Շնորհակալություն։ Հաջողություն մաղթում։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում գովաստ։